Ծնած եմ Լեռներու տեսարան քաղաքը, բայց թափառական է։ Միջնադարյան գրականություն համալսարանը կդասավանդեմ։ Փոքր տարիքես ինքս ինքս ասպետ զիավոր կսեպեի։ Սովորաբար իմ աշխարհս միջնադարյան է, բայց ուրիշ միջավայր էլ կայցելեմ։ Ես կհավատամ, որ կյանքի արանքներուն մեջ կապրին հատուկ ճշմարտություններ, որ շատ անգամ անհայտ են ու այդպես ալ կմնան։ Կյանքիս արվեստագետը ես եմ։ Այսպես է իրեն բնութագրում հայագետ, գրականագետ, նաև բանաստեղծ Թամար Պոյաչյանը, ում ինչ-որ է Անե վերնագրով գիրքը վերջերս լույս տեսավ Երևանում։ Գրքում ընդգրկված բանաստեղծությունները տարաբնույթ քննարկումների եւ մեկնաբանությունների առիթ տվեցին։ Շատերը հավանեցին այս բանաստեղծությունները, դրանք համարելով կոնցեպտուալ, վիզուալ պոեզիայի նմուշներ, մյուսները գտնվեցին մարդիկ, ովքեր այս բանաստեղծությունները համարեցին պարզունակ բառախաղեր։ Այս յուրահատուկ պոեզիա, ինչպես նաև արևմտահայ սփյուռքահայ պոեզիայի ճակատագրի մասին այսօր թեմայի տաղավարում զրուցելու ենք գրականագետ, բանաստեղծ Թամար Պոյաչյանի հետ։ Բարև ձեզ Թամար։ Բարի գալուստ Հայաստան եւ մեր տաղավար։ Շատ ուրախ եմ, որ ասեմ։ Ինչպես Միչիգանի համալսարանի դասախոս, գրականագետ, միջնադարագետ մարդը խիզախեց եւ որպես բանաստեղծ ներկայանալ։ Ինձի համար քրելը բզդիգութենեն ես կքրեի եւ ասկիրքին ամեկ մասը լեզու գտնել է իբր ոչ մինակ քրող, բայց իբր անց քու լեզուտ գտնել եւ երբ որ ես Միչիգան նոր փոխադրվեցա գարիքը ունեի հայերեն խոսելու, արևմտահայերեն խոսելու եւ ինքս կդա միջավայրի մեջ որ իմ լեզվովս կամ իմ բնական լեզվովս չի գնար ինքս արդահայտել եւ սկսա ավելի մտածել լեզուն ինչ թեր ունի կյանքի մեջ, ինչպես սիրիմ ինքնագենսագրականից մեջ թափառական է, որ դարբեր դեղեր ապրած է եւ ինչպես որ ասկիրքին վերջի գսեմ լեզուն կդա իմ դունս ոչ միայն հայերեն, բայց այդ ուրիշ լեզուներն ալ որ ինձի համար հարազատ դարձած են տարիներու ընթացքին։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե պոետիկ լեզվի հարցն է, որովհետև բանաստեղծները սովորաբար պոետիկ լեզու են փնտրում են իրենց գաղափարները արտահայտելու յուրահատուկ ձև, այլ առաջին հերթին բնական լեզվի փնտրտուքի խնդիրն է, որի առջև կանգնած են թերևս սփյուռքահայերը։ Եթե ճիշտ հասկացա, օտար միջավայրերում թափառական այդ բազմալեզվության մեջ եւ այդ բազմալեզվությունը մենք տեսնում ենք նաեւ այստեղ յուրաքանչյուր էջում հայերենի կողքին, գրաբարի կողքին նաեւ այլ լեզուներ կան։ Այո, կարծեմ այդ բազմաթիվ լեզվի հարցն է, սփյուռքահայ լալու արևմտահայերենի հարցն է, բայց նաև լեզվի խնդիրը, որովհետև քիրքիս խաղապարը կամ խաղապարները, որ ինձի աստած են ասկիրքին մեջ, շատերը conceptual եւ ավելի կոնկրետ միացուլված բանաստեղծության այդ շարժումն է, որ սկսած է 1950-ական թվականներուն Բրազիլի մեջ, Գերմանիո մեջ, երկրորդ համաշխարհային պատերազմեն հետո, երբ որ մասնավորապես Բրազիլի մեջ, եթե մտածենք հետ քաղաքադիրապետական շրջանը, իրենք ավելի սկսան անդրադառնալ դեղացիները, Պորտուգալեն քալեն առաջ, անոնք ինչպես կխոսեին, ինչպես կգրեին, մարդիկ լեզվեն առաջ ինչպես ինքնին գարդահայտեին։ Եվ ուրեմն քիրքիս մեկ մասը որ վիժուալը գոկտակորձե եւ լեզուն եւ դարերը, աս խաղապարեն ագուկա, մասնավորապես հայերենը մտածելով, որ մենք ինչպես կնանք լեզվեն անտին նայել, ոչ թե մինակ լեզուն, որ կբարունագե, ասենք թե խաղապար, որ երբեմն այլևս ալ մենք չենք ավելի խորը մտնել, այդ բարը ինչ է, ինչ էր արմատը, ինչ էր իմաստը, Փաներ գոկտակորձենք, այո, բանաստեղծական մետաֆորներ, որոնք բանաստեղծությունից բանաստեղծություն կրկնվում են, բայց սովորական են մեզ համար, դրա համար սովորական ընթերցողը դրանք լավ հասկանում է եւ մեկ էլ չի մտածում լեզվի խնդրի մասին։ Ճիշտ է, այո։ Եվ ուրեմն իրենք կհավատան եւ նաեւ ինչ փորձած եմ ասկիրքի մեջ հայտնաբերել, նկարը եւ փարը, նկարը եւ դարը, էջեր ունին որ մինակ դար մնե, այբ, եջ Ինչու, որովհետև կարծեմ մենք հալ մորցած ենք, որ դարը քեղարվեստական, այսինքն քեղարվեստական կորձ մնե, փամ մնե, որ շինված է մեր այփուփենը, այսինքն ոչ թե մինակ լեզվի համար, բայց մեր
միջնադարյան ցերակիրներու մեջ կդեսնենք, չէ՞, թրջնակիրը կամ ուրիշ տեղեր։ Ուրեմն ավելի անդրադարձնելու ընթերցողին այդ դարը ինչպես գերեվի, ինչպես կնանք փախտadel ուրիշ լեզուներուն։ Ինչպես գիտես, քիրքիզ մեջ շատ ֆինլանդերեն գործածեմ։ Ուրեմն այդ լեզվի հասկանալու եւ չի հասկանալու հարցը։ Բայց նաեւ լեզումը, որ չես հասկանար, կգնաս ինքնին գտնել ավելի ֆորմային նայելու, դարերուն նայելու, աս ինչպես գերեվի, ինչ է ադի, կամ լեզումը որ գլսես, որ չես հասկանար, ինչպես կհնչվի ադի քեզի։ Իսկ զուգահեռները ինչպես են առաջացել, ինչու ֆինլանդերեն։ Ասի շատ հետաքրքրական պատմություն է, անցյալ ես շատ անգամ Հռոմ ապրած եմ եւ Հռոմ ժամանակ անցնեմ եւ անցյալ համար արիթ ունեցա շատ զվարճալի արիթը, որ ֆինլանդիան փանաստազներու հետ շփվիմ եւ քիչ մը ֆինլանդերեն սորվեցա եւ նաեւ սորվեցա որքան նման է մեր լեզուն, մեր մշակույթը, իրենց պայքարը եւ ինձի համար ցևով մի եղավ լեզումն ալ մտցնել, որ շատերը չեն ճանչնար։ Ասենք թե ես ալ երբ որ եմ հայեմ կամ հայերեն գխոսիմ, շատ անգամ օդարներ գսեն ինչ լեզու է ադի, ուր է այդ երգիրը եւ գուզես բացատրել պատմությունը, մասնավորապես սփյուռքահայ պատմությունը եւ ինձի համար ալ ֆինլանդերենը հետաքրքրական լադիներեն լեզու եղավ, որ քիրքի մեջ կօգտագործեմ, իբր փամը որ շատերը գիտեն որ լադիներենով գրված է, բայց չեն ծանոթացած կամ չեն գիտեր որ լեզուն է։ Այո։ Եվ էջը ունիմ, որ գրնամ օրինակ բերել, որ հadouk եվրոպական լեզուներ կօգտագործեմ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն եւ ասիգա նաեւ լադինադար լեզուներ, որ հետո մեկ անգամ են ծանոթ կլա ընթերցողին, բայց քիրքին սկիզբը ֆինլանդերենը ծանոթ չէ եւ իրենք ուրեմն պետք է փախտadեն անոնք որ եվրոպական կամ լեզուներ կան որ շատ կլսենք, շատ կշփվենք, բայց ուրիշ լեզուներ կան որ չենք լսած, չենք գիտեր։ Եվ միայն փաստորեն հնչյունային նմանությամբ, բառերի հնչյունային նմանությամբ ստեղծված պատկերները չեն, այլ բովանդակային էլ նմանություններ կան, ժողովրդի ճակատագիր, ժողովրդի ընկալում արտաքին աշխարհի կողմից, լեզվի ընկալում ընդհանրապես, եւ նաեւ այստեղ նորից վերադառնալով արևմտահայերենի խնդրին, թե ինչպիսին է արևմտահայերենը իրեն զգում օտար միջավայրում իսկապես, զգում է որպես թափառական, զգում է որպես մասնատված, այդպես է։ Այո, այսինքն քիրքին մեջ ուրեմն գսկսի գոսանովը, աշուղը, որ գուզե իր մարգարեական երգերը երգել եւ ինչ երգ պիտի գրե եւ չի գիտեր եւ լեզվի խնդիրը գել է որ ինչ լեզվով պիտի գրե եւ քիրքին վերջը ինքը գանցաթարնա որ առաջ կսկսի խոսել տեքստի մասին, կփորձե եթե նայենք մեկ հատ էջ մգա որ դարբեր տեքստեր կան, ինչպես գիտես, բայց կսե որ չէ ուրիշներուն քրածը չի բավարարեր ինձի, չեմ գնալ անոր վստահել կամ ադիգա ինձի չարդոնել որ իմ ուզածս արդահայտեմ եւ վերջո կհասկանա որ իր երգը աս բոլոր քիրքն է ամեն լեզվի մեջ իր լեզուն գտնելը իր արդահայտելու ցևը գտնելը բայց նաեւ լեզվի սահմանափակությունը լեզուն ամեն ինչ չի գնար արդահայտել անոր համար պատկեր կա անոր համար նկար կա անոր համար ցայն կա Իսկ ինչ որ է ան է, այս խոստովանությունը նշանակում է, որ այս է, ավելին չկա, ավելին հնարավոր չէ գրել։ Այո, եւ այս է եւ ավելին գա, եւ ավելին պետք է փնտրվի։ Լեզվեն անտին։ Այսինքն ինքնությունը լեզվի հետ կապված է, լեզուն դունն է, բայց լեզուն մինակ բարերը չէ, դարերը չէ։ Լեզուն այդ բարերու եւ դարերուն դագն է, ինչ որ գա պատմությունը, ինչպես եկան, անամար շատ փարախաղ կա, այսինքն էջեր կան որ փարախաղ են, լեզվի հետ խաղալ կա, էջեր կան որ նույն ցայնը կգրգնվի լա 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 լա, կամ քամի, երբ որ փամը գրգնես շատ, ադիգա ինչ կփերե, ինչ կլսես, տարբեր բաներ կլսես։ Եվ գուզե անցած հարցնել լեզուն ինչ է ամեն մեկ անձի համար, ոչ թե մինակ իբր քրող կամ քրակետ, բայց իբր մեկը որ այդ լեզուն կխոսի։ Այո։ Եվ բոլորս էլ կարծես թե ճանապարհով անցնում ենք։ Մանավանդ այս մեծ աշխարհում, տարբեր մշակույթների մեջ, ակտիվ հաղորդակցության մեջ մենք կորցնում ենք մեր լեզուն, հետո փորձում ենք գտնել, եւ այս տեսանկյունից իսկապես բովանդակությունը ինչպես քեզ համար է ապրված, այնքան էլ երևի յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուր հայի համար, անկախ արևմտահայ, արևմտահայերն է խոսում, թե արևելահայերեն, Հայաստանում է ապրում, թե Սփյուռքում, եթե այդ միջ մշակութային շփումների մեջ է, այդուհանդերձ թերևս այս խնդրին բախվում է։ Այո։ Եվ նաև ինձ համար ալ հետաքրքրական էր, որ լեզվի հարցը հայերենի հետ կապելով, նաև մտցնել այդ խոսակցությունները, որ
ինչպես էսի հետ քաղաքադիրաբեդական ասկերը, ասենք թե Աֆրիկայի մեջ, Լատին Ամերիկայի մեջ նույն նման հարցեր ունին լեզվի հետ։ Այսինքն հայերենը անդրադարձնելը հայերենը իբր յուրահատուկ եւ քեղեցիկ լեզու եւ սփյուռքահայ եւ արևմտահայ հարցը կամ խնդիրները լեզվի հետ, բայց նաեւ որ ուրիշները նման խնդիրներ ունին։ Եվ ասենք թե քրողը Ամի Սեզարը շատ կխոսի ֆրանսերենի մասին արտահայտել ինքնինքը Աֆրիկայի մեջ։ Ուրեմն գտեսնենք անորամար եվրոպական լեզուներն որ գմեջբերեմ գանթաթարցնե ընթերցողին որ ուրիշ լեզուներ են նման հարցեր ունին։ Այսինքն արտահայտելու ինքնության հարցը, լեզվի հարցը, լեզուն որ նաև ասենք թե քու մայրենին լեզուով Աֆրիկայի մեջ ասենք թե ֆրանսախոսները իրենք ուրիշ լեզվով ինքնին բահանջկով պետք է արտահայտեն։ Ուրեմն իրենց խնդիրը ինչ է, երբ որ քու մայրենի լեզու չես գնար կորզածել։ Քու քաղաքապարներդ արտահայտելու կամ իբր քրող չես գնար այդ լեզուն կորզածել։ Այո, նաև արևմտայինի ճգնաժամի հարցը թերևս ընդհանրապես կա, որովհետև այդ լեզվով ցավոք այլևս շատ քիչ գրականություն է ստեղծվում, եւ շատերը ասում են նույնիսկ չէ ստեղծվում։ Անկախ թե ինչ որակ ենք ակնկալում։ Գուցե այս պարագայում ավելի լավ կլիներ ուրիշ բանաստեղծություն ստեղծել, ոչ թե այս մասնատվածությունը ցույց տալ, այլ փորձել հավաքել։ Այդպիսի ցանկություն առաջացել է գնալ դեպի արևմտայի պոետները, որոնց դու շատ սիրում ես, հավանում ես, գիտեմ։ Այո, այսինքն գարդեմ թունալ գիտես հայք որ անանք բանաստեղծություններ ունիմ, բայց գարդեմ ամեն մեկ քրող ինձի համար եմ խոսիմ որ աս քիրքը եւ այդ մտածումները որ ես կունենայի անձնական եւ աս աշուղը իրեն երգը կամ քիրքը գրելու ինձի համար ամենահարմարը ասիգա կդա այս ցևով արտահայտել նկարը օգտագործել ամեն ինչ չի հասկացվելու հարցնալ որ գա այսինքն ասքիրքին նպատակը գարձեմ իրականացնելու համար ասի շատ այս ցևը շատ բնական կդա եւ կոնկրետ ցևը շատ բնական կդա վիժուալը շատ կարեւոր կդա բարերու խաղապարներու արտահայտելու համար Աշուղը, գուսանը, ասացողը, այս մարդիկ բանավոր մշակույթի կրողներ են, բանահյուսության ներկայացուցիչներ, այսպես ասած, եւ նրանց խոսքի համար շատ կարեւոր է ունկնդիրը, հանդիսատեսը։ Քեզ համար այս դեպքում ընթերցողը ինչ նշանակություն ունի, որովհետեւ կրկին ասացի, որ սա խիզախման նման է, այսպիսի պոեզիա ստեղծելը, հատկապես հայաստանյան ավանդական ընթերցողական շրջանակում սա ներկայացնելը։ Այո, վախ կար սկզբից։ Ոչ, որովհետև իբր քրող չես գնար վախով գրել եւ ստեղծել, գարդեն պետք է գրես ինչ որ հոգիդ մեջ ճիշտ է եւ երբ որ վերջանա քիրքդ այլևս քեզի չի պատկանիր իբր քրող, այսինքն աշխարհին դված ես, չես գնար ակնկալել մեկը պիտի սիրե, պիտի հավնի, ինչ պիտի առնե մեջ են, ինձի համար մեկը եթե գարթա եւ իրեն համար խոսի, սիրտին խոսի, արևմտահայերեն գարթա, շատ կարեւոր էր ադի ինձի համար եւ ինչպես որ գիտես Հայաստան դբեցի քիրքը եւ արևմտահայերեն քիրքը Հայաստանի մեջ դվիլի ինձի համար շատ կարեւոր էր որ հոս ապրի արևմտահայերեն քիրքի մեջ նոր հիմագվա փանաստեղծներուն հետ այդ քիրքերուն հետ ապրի բայց աշուղը հետաքրքրական է որովհետեւ իբր միջնադարինակետ աշուղը շատ կարեւոր է ինքը թափարական է ինքը ինչպես ասիր մենք երբեմն գմոնանք որ փանաստեղծությունը սկզբնորեն արդասանված է, չէ գարտացված։ Եվ ուրեմն հոսալ գտեսնես ցայնի խաղը, աշուղը այդ ցայները որ գոկտակորձե, գուզե երգել, գուզե լալալա ասել, գուզե քամի ասել, գուզե այդ քիրեն հերանալ, քիրը ավելի ապրի, չէ։ Մեջտեղ ելը ցայներով։ Իրենից առանձնանա, սկսի անհեղինակ, շրջանառվել, շրջել։ Եվ ինչպես նաև աշուղը սիմվոլ թափարականի մեր ժողովուրդն ա որ աշխարհի ամեն կողմն են։ Եվ այստեղ բաժին կա լեզվի թափառական։ Այո։ Բայց ինչպես նկատած լեզվի թափառականները երկու ստարոգետներով, այսինքն գսահմանափակվի, որտեվ թափառական, բայց նաև թափառական լեզվի մեջ չես գնալ բոլորովին թափառական ըլլալ, որովհետև լեզուն ինքն իր մեջ սահմանափակ է արդեն։ Եվ հատկապես այդ բաժնում մի բանաստեղծություն կա Քամի վերնագրով Քամու մասին, Քամի ներկայացնող, որը էլի համացանցում հատկապես բուրըն քննարկումների առիթ տվեց։ Այս Քամին կործանիչ, ավերող Քամի է, թե այդուհանդերձ մաքրագործող։
Կարծեմ գրնա ամենը լալ գրնա Որովհետև ինքը հետո կորչում է աստիճանաբար, մարում է։ Կամին գրնա լալ բադմը, չէ։ Ինչպես կգարթաս այդ էջը, թուն գարդոնես, որ այդ ցայները եւ կամին գնթունիս ադի մեջդ մտնե, գամ գտեսնես ադի իբր բադմը, որ գսահմանափակե քու իբր ընթերցող ինչպես թուն գմոդենաս փանաստացության, ինչպես թու գմոդենաս այդ էջին, չէ։ Թուն եթե գուզես չընդունել ադի իբր քեղարվեստական կորձ կամ իբր փանաստեղծություն, ուրեմն արդեն թուն ինքն իր մեջ, ինքու մեջդ իբր ընթերցող գսահմանափակես արդեն ինքնիդ։ Եվ միքա, այսինքն կամին, որ գա եւ միքա, կամի միքա։ Արձագանքը հայաստանյան ընթերցողի քեզ զարմացրեց։ Պատրաստ էր մեր ընթերցողը այսպիսի կոնցեպտուալ պոեզիայի։ Նամանավանդ արևմտահայերեն։ Չեմ գիտեր, ճիշտ չեմ գիտեր ինչպես պատասխանեմ, բայց գիտեմ, որ երբ որ փամը ընես, որ նոր է եւ դարբեր է, անշուշտ ադիգա շատ մտեսակ ռեակցիոն պիտի բերե մարդոց մե։ Կգարձեմ, որ կարևոր է ոչ թե քիրքը նայել եւ ասել, որ ասի դարբեր է, ասի ուրիշ փամը գնե, ասի չեմ հասկնար, բայց մտածել, որ քիրքին նպատակի ինչեր կամ որ շարժում են գուքա, ուրդեղ են գուքա, մենք գիտենք, որ վիժուալ փանաստացությունը կոնկրետ բաժան նոր փամը չէ, այսինքն հին հունական Ալեքսանդրա Թբրոցին մեջ կտեսնենք շատ նման բաներ, որ հունարենով գրված են։ Ուրեմն ասիգա սևովը ես նոր չեմ ստեղծած, բայց ժամանակի ընթացքին փանաստեղծության գրելու մոդեցում են, ես Փերաձեմ ադի ինձի համար արևմտահայերենի։ Այսինքն էջերը նա որ նայից թուղթը որ ընդրած եմ քիչ մը մակաղաթի գլմանի։ Այսինքն դարաշարերը բնմանին ցևով մը հին քրուչան։ Դարերու հետ կխամ թասակիրքի դա այսինքն թասակիրքեն երբ որ մանուգեի հայկական դբրոց մեր թասակիրքերը ճիշտ ասանք կնմանեին եւ ուզեցի այդ դարբեր դարերուն հետ խաղալ որ միան այսինքն նույնը չլա ընթերցողը անդրադառնա որ քիրերը գրնան դարբեր երևի ոչ միայն սերակիր բայց նաև դպված այսինքն քիրք դբելու նաև այդ ավանդությունը որ գա անորագը փորձեի որ անդրադարձնել ընթերցողին Սփյուռքի ընթերցողը Սփյուռքում ապրող հայ մարդ արևմտահայերենի կրողը պատրաստ է առերեսվել այս պոեզիային եւ առերեսվել արևմտահայերենի ճգնաժամի այդ խնդրին, որ այստեղ կա։ Այդ գիտակցությունը կա Սփյուռքում, որ այդուհանդերձ վտանգված է լեզուն։ Այո, ես մասնատված է, ընդհատվում է, կորչում է ինչ որտեղ տարբեր լեզուների եւ մշակույթների մեջ։ Այո, ես կհավատամ, որ կա, ինչպես գիտեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի վրա է արևմտահայերենը իբր գործանվող կամ մոտ գործվելու մահացող լեզու բայց սփյուռքահայի տեսանկյունեն ես կհուսամ կամ կգարձեմ որ շատ մտցեվով գրնա այդ ընթերցողը հասկանալ աս աշխուղին ճանապարհը եւ գրնա իրեն սիրտին խոսիլ եւ լեզուի խնդիրը մասնավորապես որ լեզուն դունը դե բայց այդ ամեն ինչին մեջ այսինքն եւ քրագանությունը հայ քրագանությունը կարող է կանգնեցնել այս process-ը լեզվի հետ կապված ինչով է հնարավոր նորից ապրեցնել այդ լեզուն ինչ պետք է անել գուցե ինչ որ նոր լավ մեծ գրականություն պետք է ստեղծվի այդ լեզվով թարգմանություններ կատարվեն այդ լեզվով շատ եւ պետք է արդյոք որ ընթերցողի համար մի շարք հարցեր տվեցի Առաջինը ասեմ որ գարձեմ ամեն մեկ անգամ որ ընթերցողը գարթա էջմը լեզուն նորեն գաբրի եւ ինձի համար անորամար ասկիր կարեւոր է եթե մեկը գարթա կամ երբ որ մեկը գարթա կհավատամ որ արևմտահայերենը գաբրի նորեն թարգմանության հարցն անշուշտ նաեւ շատ կարեւոր է դարբեր տեսանկյուններ են գրնակնայր իբր ակադեմիական շրջանակներու մեջ շատ կարեւոր է մենք հայերեն թարգմանենք օդար լեզուներուն որ գարենանք մեր համասարների մեջ թաստալ մեր աշակերտներուն ներկայացնել հայ քրագանության որ շատ հետաքրքրական է եւ կարեւոր է
ոչ թե մինակ, ասինքն զետված, բայց համաշխարհային ցևով մտցնել խոսակցություններում մեջ, այսինքն միջնադարյան շրջանի գնամ խոսիլ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն քրագանության հետ։ Բայց նաև կարևոր է ուրիշ օտար լեզուներ թարգմանել հայերենի, որ նույնը լա մյուս կողմեն։ Հայերուն եւ հայ ուսանողներուն նաև ծանոթացնենք օտար քրագանություն, որ իրենք պիտի չի գնային, ասենք թե գարթալ, եթե այդ լեզուն չէին իմանալ։ Հնարավոր է այսօր արևմտահայերենով դասական բանաստեղծություն գրել։ Գիրքը ընթերցելիս տպավորություն եք ստանում, որ այլևս անհնար է, եթե իսկապես նաև խորամուխ ենք լինում այդ գաղափարներին, որոնք դրված են գրքում, այս ձևի մեջ արտահայտված են։ Անշուշտ քրոմը գրնա հասական ցևով արևմտահայերեն բանաստեղծություն գրել, բայց ես կարծեմ այդ քրողին փապակն է, որ առաջին ինչ կուզեն ստեղծել այդ լեզվով իրենց համար իրենց քրածը ինչ իմաստ ունի եւ ինչ կուզեն իբր բանաստեղծություն կամ իրենց քրածեն դալ աշխարհին։ Ուրեմն այո հնարավոր է, բայց նաեւ կարծեմ անշուշտ կանցրատարնա այդ քրողը, որ կստեղծի արևմտահայերենով միաժամանակ։ Մեր լեզուն երկար զարգացում է ապրել եւ քո գիտական ուսումնասիրություններում դու այդ խնդիրներին կարծես թե անդրադառնում ես որպես միջնադարագետ, հայ միջնադարյան գրականության մասնագետ եւ նաեւ եվրոպական միջնադարյան գրականության լեզվի զարգացման ընթացքում փոփոխություններ են եղել գրաբար, միջին հայերեն, հետո արդեն աշխարհաբար։ Այս խնդիրները եղել են ըստ քեզ կամ դու տեսնում ես օրինակ քո ուսումնասիրություններում այս անցումները, այսպիսի ճգնաժամային էլի վիճակներ։ Անշուշտ, այսինքն քրագանությունը լեզուն միշտ կփոխվի, կենթանի է եւ կարծեմ նաեւ հնարավոր չէ սպասել, որ լեզուն չի փոխվի, քրագանությունը չի փոխվի, քրելու ցևը ոճը չի փոխվի։ Ուրեմն գնամ քեզի անգլերեն քրագանության են օրինակ բերեմ, երբ որ նոր Shakespeare Elizabethan England-ի մեջ Անգլիո մեջ մենք կհամարենք ադի մոդեռն ներկա անգլերեն, որ շատեր գսեն հին անգլերեն է, որ չէ, եւ կամ գսեն միջնադարյան անգլերեն, բայց ժողովրդին հոն խոսածը եւ քրածը դարբեր էր։ Հիմա նաեւ շատեր կան, որ Shakespeare գարթան եւ չեն հասկանար։ Ուրեմն ադիգա գարձեմ լեզվի եւ քրագանության պատմության մեջ բնական բաներ են, որ գլան։ Բայց Գան նաև քրոներ, որ գուզեն անանք իդ վերաթարնալ Շեքսպիրի անգլերենին, գուզեն գոկտակորձեն ատփարերը, գուզեն վերաթարնալ միջնադարյան անգլերենի, Chaucer-ի անգլերենը, գուզեն օկտակորձեր ատփարերը։ Ուրեմն իբր քրող թուն այդ լեզվի մեջ նաև ասկիրքին համար ինձ գար ինչպես կգտնես եւ գարդա հայդես, ինձինքդ իբր քրող։ Ուրեմն քրողի հարցը գա նաև եւ ընթերցողի հարցը գա։ Շուտով մեկ շաբաթ անց ամսի 28-ին պետք է գրքի շնորհանդեսը լինի Երևանում։ Ինչ ակնկալիքներով եք մոտենում գրքի շնորհանդեսին։ Վախերով, թե այդուհանդերձ հանգստությամբ որոշակի, որովհետև գիրքը արդեն ձեզնից առանձնացել եւ ինքնուրույն կյանքով ապրում եք կարծես թե։ Այո, ճիշտ է, դիպայց նաեւ հետաքրքրված եմ եւ ավելի գուզեմ խոսիլ ով որ գարտացած է գիրքը իրենց տպավորությունները շփվել ուրիշներու հետ, ուրիշ քրոներու հետ դեսնալ իրենք եթե որովհետև ինձ համար հետաքրքրական է որ ինչպես էսիր հիմա ասկիրքը առանցին Գաբրի որ ինչպես Գաբրի հիմա Գաբրի կգարտացվի որ Գաբրի թե ոչ եթե Գաբրի ինչպես ստացված է ինչ են տպավորությունները այդ հարցումները որ ինձ հարցուցիր իրենց կհարցնա հնարավոր է ասանք գրել ինչ իմաստ ունի ասի իմաստ ունի կամ չունի ինչ նշանակություն ունի գիտեմ որ գիրքը արդեն Դեթրոյթում է ներկայացվել եւ նաեւ շուտով Լոս Անջելեսում էլ պետք է ներկայացվի այնտեղ արձագանք ինչպիսին է հատկապես այստեղ թարգմանության խնդրի առջև են կանգնում որովհետեւ հնարավոր է թարգմանել գիրքը ընդհանրապես օտար միջավայրի համար թե ուղղակի պետք է մեկնաբանել Ուրեմն Detroit-ը շատ հետաքրքրական էր, որովհետև մինակ գարձեմ 2-3 հոգի գային 50 հոգի մեջ, որ հայերեն կհասկնային, եւ որոշեցի, որ պիտի գարտամ հայերենով, որ լսեն հայերենը եւ իրենք հաջանոթանան հայերենին, բայց նաեւ պետք է թարգմանեմ, որ իմաստը visual-ը տեսնեն միաժամանակ, եւ երբ որ սկսա թարգմանել ինքս
մեկ ցավով ասան crisis-ի դարավանքի մեջ կդա, որտեվ չի գրծա իմ քիրս թարգմանել, բայց նաև որոշեցի, որ պետք չէ թարգմանեմ եւ գարձեմ լավ թարգմանողը չի թարգմանել բարձրապես, բայց նորեն գվերանորոգե կամ նորեն գքրե այդ ինչ որ է։ Ուրեմն ցավով մը անգլերենով ասքիրքը նորեն գրեցի եւ ադիգա ներկայացուցի Detroit եւ ասեմ որ շատերը հետաքրքրված էին հայերեն լեզուն, մշակույթը, հարցը, կոնտեքստն որտերի, այսինքն համաշխարհային կոնտեքստի մեջ, կոնկրետ փանաստացության պատմության մեջ, խոսեցա Բրազիլի մեջ կոնկրետ փանաստազներու մասին եւ իրենք շատերը քիրքը սիներանի մենք կրնայինք հայերեն գարտալ։ Այո։ Սպասվում են դեռ նոր ստեղծագործություններ, գիտեմ որ արդեն գրքից հետո շարքեր կան եւ նաեւ համացանցում կա, ելի կարող են ընթերցել մարդիկ եթե ցանկանան, կարծես թե որոշակի փոփոխություն կա այդուհանդերձ, հաջորդ գրքեր կամ շարքերը կբերեն նոր փոփոխություն, նոր տեսադաշտ, թեմաներ, այլ։ Այո, հաջորդ գիրքս նաեւ լեզվի հետ կապված է, բայց հայելիներու հետ կապված է եւ ինչպես հարցուցիր ուրեմն հասագանը եւ կոնկրետը գխառնեմ քիչմը աս նոր շարքը որ հրաբարակվեցավ անցյալ շաբաթ ուրեմն նաեւ այդ փանաստեղծություն գրելու մասին ալ է ինչ կնշանակե փանաստեղծություն եւ ինչպես կգարթացվի դարբեր ցևով երբ որ visual edge-ը դեսնես կամ կոնկրետ փանաստեղծության edge կամ conceptual հղացական կորձը եւ ասենք թե հասական կորձը կամ փանաստեղծությունը որ հասական ցևով գրված է ուրեմն այո գարձեմ փոփոխություններ կան տակավին կմտածեմ աս Հաճախ ինձ թվում է որ ժամանակակից հեղինակները իսկապես միամիտ ռոմանտիկ իդեալիստ մարդիկ են որովհետեւ կրկին հավատում են որ գիրը կարող է աշխարհում ինչ որ բան փոխել Ես հավատում եմ իհարկե որպես ընթերցող որ գիրը կարող է դուք հավատում եք Անշուշտ Իսկն աշխարհում ինչ որ լինում է առաջին հերթին խոսքի մեջ է լինում գրի մեջ է լինում գուցե Իմ անձնական օրինակս կրնամ փերել, որ ինձի համար քիփ կարդալը, այսինքն իմ կյանքս չեմ գնար հիշել կամ երևակայել անցյալը առանց քիփ մցերկս, առանց քիփ կարդալու, այսինքն եւ որ մեկ քիփ մը գնա մեկ հոգի կյանքը փոխել, ուրեմն գնա նաեւ շատերու կյանքը փոխել։ Այո, իհարկե։ Իսկ նաև ընդունված կարծիք է, որ աշխարհում ընդհանրապես քիչ են կարդում, դուք դասավանդում եք Միացյալ Նահանգներում, շրջագայում եք շատ տարբեր գիտաժողովներ եք մասնակցում, իսկապես այդպես է, ընթերցանության անկում է նկատվում ամբողջ աշխարհում եւ այս դեպքում նաև գրականության ընթերցողների շրջանակի նեղացում, թե ոչ։ Ես չեմ ուզեր համադալ, որ գրականությունը կմեռնի եւ ընթերցողները կմեռնին կամ ընթերցող չի գա որովհետև գարզեն պետք չէ մենք պետք չէ ինքնին հրաժարվենք այդ խաղապարին որ կմեռնի մենք ես իբր քրագանության պրոֆեսոր կհավատամ եւ կուզեմ հավատալ եւ շարունակել հավատալ որ քրագանությունը չի մեռնի եւ ամեն անգամ որ իմ ուսանողներս 30, 50, 500 ուսանող որ ունենամ իմ դասարանից մեջ կգարտան ուրեմն այդ արմով չի մեռնի Շնորհակալություն զրույցի համար եւ այս լավատեսական նոտայով թերևս ավարտենք թե մտահոգիչ խնդիրների մասին խոսեցինք գիրքը իհարկե շատ ավելի բազմազան է քան մենք հասցրեցինք խոսել եւ յուրաքանչյուր ընթերցող կգտնի այնտեղ իրեն հետաքրքիր ինչ-որ բան եւ նաեւ կառնչվի այս խնդիրներից, եթե իհարկե նախապաշարված չմոտենա դասական գրականության ճանաչողի դիրքերից, ընթերցողի դիրքերից եւ փորձի իսկապես հասկանալ այս իսկապես հետաքրքիր կոնցեպտուալ պոեզիան եւ փորձի հասկանալ այստեղ դրված գաղափարները։ Հուսով եմ, որ մեր հանդիսատեսը ներկա կգտնվի նաեւ շնորհանդեսին, որ օգոստոսի 27-ին Միրզոյան կենտրոնում տեղի կունենա եւ երևի գուցե հարցեր կուղի քեզ այն հարցեր եւ ակնկալի պատասխաններ որոնք մեր հաղորդումը չտվեց Շնորհակալություն Ցեզի շնորհակալություն Բանաստեղծ նաեւ գրականագետ եւ հայագետ Թամար Պոյաչյանի հետ խոսում էինք արևմտահայ սփյուռքահայ պոեզիայի ճակատագրի մասին անդրադարձանք Թամար Պոյաչյանի ինչ որ է ան է Երևանում լույս տեսած գրքին այս գրքի հիմնական հղացքների գաղափարներին եւ տեսանք որ
Լեզուն ապրում է, գրականությունը ապրում է, քանի ընթերցող կա եւ քանի մենք կբացենք գիրք եւ կփորձենք կարդալ, կփորձենք հասկանալ, գրականությունը կապրի եւ հուսով ենք այդպիսի ընթերցողներ իսկապես շատ կգտնվեն։ Ցտեսություն։